Իր ժողովրդի առաջնորդն ու ծառան։ Հայոց երկնակամարում իր ժողովրդի իմաստուն առաջնորդն էր Գարեգին կաթողիկոսը, նրա նվիրյալ ծառան։ Աշխարհացրիվ հայության շրջանում, որտեղ էլ որ ծառայելիս լիներ, Լիբանանում, Իրանում, Միացյալ Նահանգներում, թե այլուր, նա հայությանը քարոզում էր լինել ուխտի ժողովուրդ, հավատարիմ Աստծուն եւ ազգին, հորդորում էր նվիրվել հոգևոր արժեքներին, ազգային ավանդույթներին, մշակույթին, հայ գրքին եւ զգուշանալ արևմտյան կենցաղակերպի աշխարհայնապաշտական եւ սպառողական բարքերից, որոնք պակաս վտանգավոր չէին, քան արտաքին թշնամին։ Նա հիշեցնում էր, որ անգամ հռոմեական հզոր կայսրությունը կործանվեց, քանի որ հռոմեացին մոռացավ իր մեռելներին, կտրվեց իր արմատներից եւ իրեն հանձնեց խնջույքներին։ Չլինել եսասեր, լոկ նյութականով գոհացող եւ այդպես կյանքից անհետ հեռացող մի արարած, ինչպես Աստվածաշնչում Սաղմոսերքուն է ասում, ում օրերը խոտի կնմանին, կբուսնին, կծաղկին, հովմը կփչե, կչորանան ու կերթան, եւ չես գիտեր, թե եղած են, թե չեն եղած։ Եվ Գարեգին կաթողիկոսը կարողանում էր իր խրատներով նրբանկատորեն ներգործել բոլոր նրանց վրա, ովքեր գայթակղված էին շռայլելու, ցուցադրականության, մսխելու հոգեբանությամբ, որպեսզի միջոցներ հավաքագրվեին ազգային նպատակների համար։ Եթե Տերն ենք մեր ունեցածի, այն գործածենք արժեքավոր ձևով, այլապես մենք կդառնանք գերին մեր ունեցածի, մենք չէ, որ կունենանք, այլ մեր ունեցածն է, որ մեզ կունենա, ասում էր նա։ Կիրիկիո կաթողիկոսության գրեթե ամբողջ շրջանում Լիբանանի քաղաքացիական պատերազմն էր, բայց այդ իսկ պայմաններում վեհապարը կարողացավ ծաղկեցնել կաթողիկոսության հոգևոր եւ մշակութային կյանքը։ Մարդիկ կանգնած էին կյանքի ու մահվան խնդրի առջև, սակայն իր ազդեցիկ խոսքով եւ բեղուն գրչով նրան հաջողվեց ժողովրդին ծնոցել նվիրական գաղափարներով եւ ազգային հոգևոր մշտնջենական արժեքների տեսլականով։ Եվ շնորհիվ նրա Լիբանանահայությունը միակն էր այդ բազմամշակույթ երկրում, ով գրեթե անկորուս դուրս եկավ երկարատև այդ պատերազմից։ Իր բարձր հեղինակությամբ, յուրայինների եւ այլոց հետ հաղորդակցվելու նրա բացառիկ կարողությամբ, միջազգային ամենաբարձր հարթակներում իսկ համայն հայության ազգային նպատակների ու շահերի նվիրյալ պաշտպանն էր նա։ Վեհապարը նախաձեռնեց նաեւ, որպեսզի Կիլիկիո Աթուրի ու Սուրբ Էջմիածնի միջև ի վերջո տասնամյակներ անց հաստատվեին բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություններ, նրա գործունեությունը մշտապես ուղղված էր տարատեսակ ներազգային եւ ներքաղաքական տարաձայնությունների հարթեցմանը։ Սպիտակի երկրաշարժի, Հայաստանի անկախացման գործընթացի առաջին իսկ օրերից մինչ հայրենիքում իր հաստատվելը, նա ըստ ամենայնի զորավիկ կանգնեց Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը։ Եվ հայությունը հավատում էր վեհապարին, նրա ճանապարհին մարդիկ ծաղիկներ էին շաղ տալիս, որոնց բոլորի համար նա զորություններով օժտված մի առաջնորդ էր։ Ես չեմ հավատում հայապահպանությանը, ես հավատում եմ հայակերտումին։ Հենց իր այս խոսքերը կարող են լավագույնս բնութագրել նրա գործունեության նախահայաստանյան ամբողջ շրջանը։